Շարունակում է առավոտ լսող վիքենդը, իսկ այս պահին շտապ ենք ներկայացնել մեր առաջին հյուրին, զրուցելու ենք բժիշկ, ճառագայթաբան, բլոգեր Շաքե Հմայակյանի հետ։ Բարի լույս, եւ թույլ տուր Շաքե շնորհավորել բուժաշխատողի օրվա կապակցությամբ եւ ինչ նշանակություն ունի այսօրը քեզ համար։ Շատ շնորհակալ եմ հրավերի համար, շատ հաճելի է, որ առաջին հյուրն եմ ձեր։ Իրականում, այսպես կարելի ասել, վերջերս եմ իմացել այս տոնի մասին, որովհետև բուժաշխատողները միշտ այնքան զբաղված են, որ անընդհատ տենց գործի մեջ չես էլ հասցնում հիշես, որ դա քո օրն է։ Բայց շնորհակալ եմ եւս մեկ անգամ հիշեցնելու համար։ Այսօր երևի թե ընկերներիով կգնանք կնշենք այս տոնը, բժիշկներով։ Եվս մեկ անգամ առիթ է, որ հավաքվեք եւ միասին նշենք։ Նշեցիք, որ զբաղվածություն դա իհարկե բոլորս կարծես թե գիտենք, որ բուժաշխատողները 24/7 ռեժիմով են աշխատում, բայց հաշվի առնելով համ որ դուք բուժաշխատող եք, համ որ դուք բալիկներ ունեք, այդ զբաղվածության հետ մեկտեղ առհասարակ ինչպես է ձեր առավոտը սկսվում, եթե իհարկե աշխատանքի չեք։ Չէ, ավելացնում եմ կողքից։ Բլոգերությունը նաև ինչու ոչ։ Նայած առավոտ կարող եմ պատմել ամենազբաղված առավոտվա մասին։ Այդ ամենազբաղվածը սկսվում է իմ ամենասիրելի պահով, դա մարզասրահ այցելելն է։ Ես միշտ առավոտյան 8-ին գնում եմ մարզասրահ։ Արդեն 11 տարի է։ Այո, արդեն 11 տարի, լավ էլ հիշում եք։ Ու դրանից հետո նոր արդեն գնում եմ աշխատանքի, բնականաբար դե մինչև այդ երեխաներին հագցնել, կերցնել, ուղարկել դասի, այդ չեմ ասում։ Մարզասրահից հետո աշխատանքի, աշխատանքից հետո եթե ունենում եմ ինչ-որ տենց դաս անելու, որովհետև մենք միշտ սովորում ենք, չէ՞, բժիշկներս։ Այդ մի ժամ գոնե տրամադրում եմ այդ դասին, հետո գալիս եմ տուն երեխաների հետ, մինչև իրենք քնեն, եւս մի բան պետք է կարդամ, ու նոր ես ինքս քնեմ։ Բայց կա ինչ-որ մի հատուկ ավանդույթ, որին որ միշտ հավատարիմ եք։ Որ հենց այդ երևի թե մարզասրահ գնալն է։ Հենց մարզասրահ։ Հա, լավ, միանշանակ։ Հիմա ես ուրիշ հարց եմ ուզում տալ։ Առավոտը ժամը քանիսից է սկսվում քեզ մոտ, որովհետև երեխաներին դպրոց ճանապարհելը, գնալ մարզասրահ եւ հետո դրանից հետո նոր գնալ աշխատանքի, դա արդեն դիտակ վախեցնում է։ Այսօր էլ եմ այդպես արել։ Մեր օրվա կապակցությամբ սովորաբար զարթնում եմ 6-ին կամ ամենաուշը լավ 7-ին, դա կարող է ինձ համար նվեր լինել, եթե 7-ին արթնանամ, 6-ից օրը սկսվում է։ Հրաշալի է, երբ սովորում ես այդ ռեժիմին։ Օրը ճիշտ սկսելու համար ինչ խորհուրդ կտաք։ Այն մարդկանց, ովքեր որ չեն պահում այդ ճիշտ օրվա սկիզբը։ Մարզասրահ հանում ենք, ոչ բոլորը կարող են ամեն առավոտ գնալ մարզասրահ, բայց առավոտը ինչպես պետք է սկսել, որ էլ ավելի առողջ սկսենք։ Մի բաժակ սենյակային ջերմաստիճանի ջուր անպայման, նայել հայելուն ժպտալ, ինչքան էլ որ այսպես լղկված վիճակում արթնանանք։ Իսկ մենք բոլորս հենց այդպես ենք արթնանում։ Իսկապես, բայց օգնում է, որ նայում ես հայելուն ժպտում ես, մի տեսակ ինքդ քեզ այսպես ուժ ես տալիս հետագա օրվա համար ու Աստծուն շնորհակալ լինել, որ խաղաղ եւ առողջ ենք արթնացել։ Իսկ նախաճաշը Ջուրը հասկացանք, բայց նախաճաշը բացակայեց նախաճաշը էլ ավելի առողջ սկսելու համար։ Իրականում եթե մարզասրահ պիտի գնամ, չգիտեմ, ինչ որ միրգ կամ բանան օրինակ, կամ ընկույզ եմ ուտում, փորձում եմ հասցնել ուտել, բայց ես արդեն իմ օրգանիզմին այդ իհարկե լավ չի, բայց սովորացրել եմ առանց ուտելու գնալ մարզասրահ, ես դրան սովորել եմ, ինչպես Ռուբեն ասաց, 11 տարի, անպայման նախաճաշը։ Գոնե 1 ժամ առաջ լավ կլինի, գոնե այո, ընկույզ կամ բանան, որպեսզի էներգիայի աղբյուր ունենանք։ Հիմա ինչ որ շատ եմ նկատել, դիետոլոգները ասում են նախաճաշը այդքան էլ լավ բան չի։ Փոխվում է, հա։ Հիմա այդպեսի տենդենս կա, 3 լիտրը լավ չի խմել, բայց միշտ լսել ենք, որ լավ է խմելը։ Նայում ես Instagram-ում կամ այլ ուրիշ հարթակում, ամեն ինչին կարող ես գտնել եւ լավը եւ վատը։ Այո, եւ դրական եւ բացասական կողմերը։ Դրա համար ուղղակի պետք է օգտվել գիտական հոդվածներից եւ հասկանալ, թե որն է ճիշտը։ Ես իմեջի բոլոր նյութերը, որոնք որ տեղադրում եմ, բոլորը գիտական հոդվածների հիման վրա են, այնպես որ ինձ հավատացեք։ Լավ, իսկ բժշկության այդ մասնագիտության մեջ ինչն է քեզ ամենից շատը գրավել, որ որոշեցիր հենց այդ ուղին ընտրել։ Բացի կյանք փրկելը կամ կյանքեր պարգևելը։ Դե անկեղծանալ է։ Ասեմ, որ ես երբեք չեմ ուզեցել փոքր տարիքում, ընդունվելու տարիքում դառնամ բժիշկ։ Դա իմ փոխարեն, այո, որոշվել է, եւ որ աղջիկ ջան, էսա պետք է գնաս։ Եվ ոչ մեկ ուշադրություն չդարձրեց, որ այս աղջիկը լավ էր երգում ի վերջո։ Տեսնում եք։ Երգչուհի։ Այո, ես ուզում էի ջազ երգչուհի դառնալ, որովհետեւ դե ստացվում էր իմ մոտ։ Շոկ է։ Ստացվում էր։ Հիմա մի տեսակ տխրեցի, գիտես։ Հա, դե գիտեք, դա արդեն զբաղվածության հետ անհնար է, բայց տղաներից համար երգում եմ։ Դե այնպես չեմ երգում ինչպես այն ժամանակ, բայց գուցե ինչ որ մի օր կարելի է
մի փոքրիկ պատուհան գտնելով հանդերձ փորձել դեռ վաղեմի երազանքը իրականում էջումս մի քանի այդպես փոքրիկ հոլովակիկներ ունեմ, որտեղ ես երգում եմ։ Համացանցը օգնում է այսպես վաղեմի երազանքը ինչ որտեղ իրականացնել։ Արտիստիզմը ռեալիզացնելու։ Այո։ Եվ նաև տեսանյութներն են արտիստիզմը, այսպես ասեմ, փոխանցում։ Հա, փորձում եմ, որովհետև եթե այսպես չոր խոսես բժշկության մասին, նախ մարդիկ կվախենան միանշանակ, դեռ մարդիկ կան, ովքեր ինձնից վախենում են։ Այդքանի հետ մեկտեղ ասում են, ձեզ շատ ենք սիրում, բայց ձեզ վախում ենք նայենք։ Հա, ու հետաքրքիր չի լինի, այո, ամենակարևորը որ հետաքրքիր չի լինի, բայց մի հատ հարց տամ հետո նոր անցնես քո հարցին։ Հետաքրքիր է որ քեզ ստիպել են ընտրել քո մասնագիտությունը։ Արդյոք դու կստիպես հետագայում երեխաներին։ Ինձ ստիպել են, բայց մի պահից հետո երբ ես շատ շնորհակալ եմ իմ ուսուցիչներին, ովքեր որ ինձ դարձրել են բժիշկ, ես իրենց շնորհիվ է ինձ մեջ այսպես ծնվել է սերը բժշկության նկատմամբ եւ այո, երբ որ արդյունք ես տեսնում, այդ ամենահրաշալի բանն է բժշկի համար։ Երեխաներին։ Ես չեմ ստիպի։ Երբեք չեմ ստիպի։ Եթե իրենք չուզենան դառնան բժիշկ, ես երբեք չեմ ասի, գիտես, դու պիտի դառնաս բժիշկ։ Միանշանակ չէ։ Շատ ծանր գործ է։ Դե, բայց բժշկությունը մի կողմ ազատ են ամեն դեպքում։ Ձեր մոտեցումը հետեւյալն է, որ ազատ են տղաները իրենց ընտրության մեջ։ Այո, իրենց ընտրության մեջ ամենակարևորը որ լինեն ազատ եւ իրենք որոշեն, թե ինչ մասնագիտություն են ընտրել։ Ու հետաքրքիր է նաեւ, որ ամեն մարդ ունի իր հաջողության հասելու բանաձևը։ Ձեր բանաձևը ո՞րն է։ Իրականում, եթե նայես համացանցային հաջողությունը որտեղ կարող լինի, ես կարամ բաժանեմ բժշկությունը եւ համացանցը իրարից։ Ինձ թվում է հենց այդ իմ նշած անկեղծությունը շատ կարևոր է, որովհետև ես իմ հետևորդի հետ մաքսիմալ անկեղծ եմ, այն ինչը որ ես ուղղակի չեմ ուզում ներկայացնեմ, ես դա չեմ ներկայացնում, ինձ համար դա ավելի ընդունել է, քան ձևական ինչ-որ բան ասես, որ մարդկանց դուր գաս, չէ, ամենևին։ Ես կարող եմ այդ նույն առավոտվա այդ նկարագրածս ձևով հանդես գալ հետևորդիս առջև եւ իրենց համար դա հանգիստ ընդունելի լինի։ Իսկ ինչ վերաբերում է բժշկության մեջ հաջողությանը, իրականում պետք է մարդկանց շատ սիրես։ Երբ քո սենյակ մտնող մարդուն ընկալես որպես քո հարազատի, որպեսզի իսկապես կարողանաս իրեն օգնես եւ նաեւ ոչ պակաս կարեւոր անverջ պիտի սովորես եւ կարդաս, որովհետեւ բժշկությունը մեծ քայլերով անverջ առաջ է գնում։ Երբ որոշեցիր բլոգ վարել, երբ եկավ այդ միտքը։ Թե ճիշտ ասած չեկավ, ստացվեց այդպես։ Դավիթ չստիպեցին։ Չէ, չստիպեցին։ Ես սկզբում մարզման հոլովակներ էի տեղադրում, միայն այդ 16 թվականին էր մոտավորապես։ Հետո ինչ որ շատ մեծ արձագանք ստացա, ընկերներս էին միայն ինձ հետևում, բայց ասում էին շոկ, ինչով է սա, բան, sense։ Ասի լավ, մի րոպե, այստեղ այս հարթակը բավականին պոտենցիալ ունեցող հարթակ է, որոշեցի, որ կարող եմ բժշկություն մատուցել մարդկանց ավելի հասկանալի լեզվով, ու մեր բժիշկներից մեկի հետ առաջին անգամ ուղիղ միացում արեցինք, շատ մեծ դիտումներ հավաքեց այդ մեր ուղիղ միացումը, մարդկանց հարցերին էինք զուտ պատասխանում, ու այդպես սկսվեց։ Իսկ հետևում եք ձեր գործընկերների, այլ բժիշկների վարած բլոգերների։ Ինչ հետաքրքիր հարց էր։ Հա, կան էջեր, որոնց հետևում եմ, բնականաբար սոլիդարությունից ելնելով նախ, եւ հետո ինձ էլ է հետաքրքիր, թե մանավանդ երիտասարդ, ինձնից ավելի երիտասարդ բլոգերները ինչ են առաջարկում իրենց աուդիտորիային, հետաքրքիր է ինձ էլ։ Իսկ հանդիպում է, որ այդքան էլ տեղին չեն լինում խորհուրդները։ Իհարկե։ Արձագանք լինում է ձեր կողմից։ Երբ որ տեսնում ես, որ քո գոլեգան կոմենտներում քեզ ուղում է։ Ես երբեք նման բան չեմ անի։ Ես եթե նկատում եմ, որ իսկապես այնպիսի բան է գրված, որ մարդկանց կարող է վնասել, ես նամակով անձնական գրում եմ, ասում եմ դոկտոր ջան, բարև ձեզ, եթե թույլ կտաք, նման կերպ եմ մոտենում։ Բայց կան բժիշկներ, որ այսպես ճապ կոմենտներում միանգամից։ Հա, միանգամից գրում եմ։ Եվ բլոգ վարելու մեջ, ընդհանրապես բլոգինգի մեջ լինում են եւ դրական կողմերը եւ բացասական կողմերը, այդ դուք նշեցիք հենց նոր այդ բացասական կողմերից որևիցե մեկը, ուզում եմ Այսպես առանձնացնենք, որոնք են դրական կողմերը, որոնք որ շատ են, համոզված եմ, բայց նաև բացասական կողմերը։ Բացասականից իրականում կուզեի, որպեսզի մեր ազգաբնակչությունը շատ ավելի հետաքրքրված լիներ գիտական էջերով, օրինակ, շատ լավ էջեր ունենք իսկապես, եւ մեր հայոց պատմության մասին, եւ մեր եկեղեցիների վանքերի մասին, մեր կրոնի պատմության, մի խոսքով, մենակ բժշկությունը չի։ Ես օրինակ ավելի շատ տենց էջերի եմ սիրում հետևել, որպեսզի տեղեկանամ մի բանի մասին, որին շատ չեմ առնչվում։ Շատ կուզենայի, որպեսզի դա ավելի շատ տեղ գրավեր, քան օրինակ, չգիտեմ,
շատ ավելի տհաճ բաներ, որ ներկայացվում են եւ շատ դու հենց նոր նշեցիր, որ դու վարում ես բլոգը նաեւ արտիստիկ ինչ որ բաներ մտցնելով, հետաքրքիր հումորային, որովհետեւ հենց դա է հետաքրքիր մարդկանց։ Այո, հենց դա է հետաքրքիր, բայց դրա տակ շատ կարևոր ինֆորմացիա եւ մեսեջ կա, որ մարդկանց անհրաժեշտ է մատուցել ինֆորմացիան։ Այլ կերպ ես բլոգս չէի վարի, եթե միայն ինչ որ հումոր լիներ, կան այդպիսի շատ լավ էջեր, ընտիր էջեր, որակյալ հումորով, որոնց առջև այսպես խոնարհվում եմ, որովհետեւ հումոր անելը մարդկանց ծիծաղացնելը ամենադժվար բանն է, բայց ինֆորմատիվ էջը պետք է։ Շակե, ամեն դեպքում բժշկությունը դե մենք էլ ենք բազմիցս մեր տաղավարից նշում, չնայած շատերը գիտեն ու հասկանում, գիտակցում են նաև, որ շատ հագեցած այսպես մասնակցություն ու աշխատանք է։ Դրա հետ մեկտեղ նաև սոցհարթակում շատ ակտիվ եք, ընտանիք, բալիկներ, ինչ-որ մեկը օգնում է։ Ոնց է կարողանում համատեղեք եւ հետաքրքիր եք։ Կա ինչ-որ մեկը որ կողքից միշտ օգնում է։ Այո, օգնում է։ Եթե նկատել եք, չգիտեմ, նկատել եք թե ոչ, մեծ մասամբ հոլովակներս տանից են արվում։ Ինձ օգնում է իմ շտատիվը շատ։ Բայց երեխաներն են օգնում, լավ խանգարում են։ Երեխաներն են օգնում։ Ռոպեն մեկ էս նորից ձայնագրում, որտեվ գոռոց, չգիտեմ, ինչ-որ ձայներ են լինում, բայց ես ունեմ շատ լավ ընկերուհի, ով ինձ օգնում է նաեւ իմ այլ համագործակցությունների հետ կապված, ինչու՞ չէ նաեւ լինում են բարդ հոլովակներ, որոնք միայնակ անհնար է նկարել։ Իմ ընկերուհին, իմ Գայանեն ինձ շատ է օգնում, առանց իրա անհնար։ Երեխաների հետ կապված ով է օգնում։ Հա, դայակ ունեմ, թե չէ չէի կարողանա աշխատել։ Անհնար կլիներ աշխատել, այո։ Իսկ հաջողվում է հանգստանալ, կան ինչ-որ նախասիրություններ, բացի բլոգից, բացի մասնագիտությունից, ֆիթնեսներ, դե ֆիթնեսը կարող ենք համարել։ Իրականում հա, ես միակ տեղն եմ, որտեղ իմ ուղեղը անջատվում է աշխարհից, ես մտածում եմ միայն իմ այդ կատարած վարժության մասին այդ պահին։ Հանգիստը դե բալիկների հետ Լուսիներ գիտես ոնց է լինում։ Շատ լավ գիտեմ, այո։ Բայց կգա մի օր, երբ ես կհանգստանամ երևի իրականում։ Իսկ չի լինում այդպեսի հանգիստ կազմակերպես առանց բալիկների։ Չեմ կարող։ Որպես մամա չեմ կարող։ Հետաքրքիր է։ Հա, պիտի հանգիստ լինեմ։ Բայց որպես բժիշկ հասկանում ես, որ դա պետք է։ Իրականում պետք է։ Հա, իրական պետք է, որովհետև մեկ-մեկ նյարդային համակարգը տեղի է տալիս, այո։ Ես էլի շեղվելու եմ դեպի գամ սոցիալական հարթակ, որտեղ հետաքրքիր ժամանակակից աշխարհում սոցիալական օրինակ հարթակներն օգնում են նաև կարծրատիպերի արագ տարածմանը։ Ձեր պրակտիկայի կհիշեք այդպիսի դեպք, օրինակ։ Որ կարծրատիպ տարածվի։ Այո։ Դե իրականում ոչ թե սոցհարթակում, այլ կան կարծրատիպեր, որոնք օրինակ մեկը ես փորձում եմ կոտրել։ Դա մեր ոլորտում, օրինակ լսած կլինեք, որ ասում են, եթե գոյացությունը բիոպսիա անեն, ինքը կկատաղի, կչարորականա, անկախ իր բնույթից։ Հա, այդ բոլորս դա լսում ենք ոչ բժիշկներից։ Ես միշտ հարցնում ինձ, որ հետևորդներս գրում են, ասում են, բայց չի չարորականա, որ բիոպսիան է, ասում են, ասում եմ, ով է ասում։ Ասում են, դե չէ, բժիշկ չի ասողը, բնականաբար, ոչ մասնագետ է ասողը, եւս մեկ անգամ հնարավորությունից օգտվելով ասեմ, որ նման բան չկա, եթե գոյացությունը ի սկզբանե չարորակ է, ինքը չարորակ է, եթե բարորակ է, բիոպսիայից ինքը միանշանակ չի դառնալու չարորակ։ Իսկ բիոպսիան միակ տարբերակն է, որ պետք է հասկանալ, կարելի է հասկանալ, այո, ախտորոշ է։ Բուժման ճիշտ սկիզբը դնելու համար։ Շաքե, ունես երազանքներ, որոնք դեռ չեն իրականացել եւ կարող ես դրանց մասին բարձրաձայնել։ Ոյ, երազանքներս օրեր չենք լրիվ, այսօր շատ եմ անկեղծացել։ Երազանքների մասին երևի ավելի համընդհանուր երազանք ունեմ, արդեն իսկապես երազանք է դարձել խաղաղ ու հզոր երկրում ապրելը, իսկապես շատ եմ ուզում, որ միշտ խաղաղ լինի մեր Հայաստանը, միշտ պինդ լինի եւ չգիտեմ, հանգիստ խղճով ապրես քո երկրում, արթնանաս, երեխաներիդ համար հանգիստ լինես ու երկրորդ բանը, որ իսկապես էլի երազանք է, մանավանդես ոլորտում աշխատելով, որ ընտանիքը, հարազատները առողջ լինեն ու քո կարիքը չունենան, այսպես ասած։ Այո, շատ ճիշտ է։ Միանում ենք մենք էլ այդ երազանքին։ Այո, դա համար ասի համընդհանուր է։ Նաև առաջարկում ենք խաղ խաղալ, եթե դեմ չեք։ Քանի որ առավոտ լսող weekend է, վերջում մենք մեր հյուրերի հետ անպայման իրականացնում ենք այդ խաղի պահը։ Եվ այսօր առաջարկելու ենք խաղալ միասին, վստահ եմ սոցհարթակներից էլ շատ հայտնի է, նորմալ է թե նորմալ չէ։ Մենք հարցեր ենք տալիս, դու պատասխանում ես։ Կամ նորմալ է, կամ նորմալ չէ։ Գնացինք։ Սկսենք։ Պատրաստ եմ։ Սկսենք։ Ահա, ես եմ սկսում։ Նորմալ է առավոտյան քաղցր ուտելը։ Նորմալ չէ։ Իսկ նորմալ է 1 ամիս հրաժարվել այսպես կտրականապես քաղցրից։ Ես 1 ամիս դա արել եմ, անցած ամիս։ Նորմալ է։
Ես երևի։ Բայց ոչ մի վատ բան չեք տեսնում դրա մեջ, ուրեմն նորմալ է։ Այո, վատ չէ հաստատ։ Նորմալ է 21 տարեկանում մտածել հասակն ավելացնելու մասին։ Չէ, 21-ը ուշ է արդեն։ Նորմալ է ամենօրյա մարզանքը չանել։ Դե ամեն օր ես մարզվել խորհուրդ չէի տա։ Դե շաբաթը 3-4 անգամ նորմալ է։ Լավ։ Իսկ նորմալ է օրական 4 լիտր ջուր խմելը։ Չէ։ Իսկ նորմալ է 4 հազի դեպքում մի քանի բարձով քնել։ Հա, ես երբեմն դա ինքս անում եմ տղաներիս համար, որովհետև սովորաբար երեխաների մոտ հազը ինչից է, քթի արտադրությունը հոսում է ներքև ու անverջ հազացնում երեխաներին։ Իսկ այդ դիրքում ավելի քթի արտադրությունը դուրս է գալիս եւ չի գնում հազացնելու։ Նորմալ է։ Այո։ Իսկ նորմալ է ամեն օր էներգետիկ ըմպելիք օգտագործելը։ Ոչ։ Առանց կոմենտի։ Նույնիսկ մեկ օր չի կարելի օգտագործել այդ էներգետիկ։ Մանավանդ երեխաներին։ Նորմալ է դեղորայքը խոտաբույսերով փոխարինելը։ Իրականում խոտաբույսերը շատ մեծ ծանրաբեռնվածություն են ստեղծում լյարդի վրա։ Ոչ պակաս, քան դեղորայքը, ասեմ ձեզ, դրա համար նորմալ չէ։ Մանավանդ կան պարագաներ, որ միանշանակ նորմալ չէ։ Եվ չի կարելի փոխարինել մեկը մյուսով, չէ՞։ Փոխարինել չէ։ Ամենակարևոր խոսքերը բժշկի կողմից մենք լսեցինք։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, Շաքե, խաղի համար։ Ձեզ լավ օրվա շարունակություն ենք մաղթում, շատ հաճելի զրույցի եւ նաեւ ինչու՞ չէ, կարևոր խաղեր, բայց կարևոր խորհուրդներով խաղեր։ Համաձայն եմ։ Ձեզ լավ օր ենք մաղթում։ Իսկ մենք երաժշտություն Երաժշտություն վայելենք երաժշտություն։